Վաշինգտոնը պատրաստվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երթմնակալության արարողությանը։ Այն տեղի կունենա այսօր հունվարի 20-ի Երևանի ժամանակով ժամը 21-ին։ ԱՄՆ 45-րդ նախագահը երկրորդ անգամ կստանձնի այս պաշտոնը, դառնալով ԱՄՆ 47-րդ նախագահը։ Թրամփն արդեն ժամանել է Վաշինգտոն կիրակի օրը, նա նախաճաշել է հանրապետական սենատորների հետ, ապա ծաղկեպսակներ դրել Արլինգթոնի ազգային գերեզմանատանը։ Թրամփն ասել է, որ իր աջակիցները կարող են հանդիսավոր արարողությանը հետևել Վաշինգտոնի կենտրոնում գտնվող Capital One Արենա մարզահամալիրի էկրաններից։ Համալիրը շուրջ 20,000 մարդ է տեղավորում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում որոշ ժամանակով արգելափակվելուց հետո TikTok-ը կրկին հասանելի է դարձել, երբ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավելվածի հասանելիությունը կվերականգնի իր իշխանության վերադառնալուց հետո։ Անկեղծ ասած, մենք այլընտրանք չունենք, մենք պետք է փրկենք այն, ասել է Թրամփը հունվարի 19-ին իր երթմնակալության նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ։ Հանրահավաքի ժամեր առաջ օգտատերերին ուղարկված հայտարարության մեջ TikTok-ը հայտնել էր շնորհիվ նախագահ Թրամփի ջանքերի TikTok-ը վերականգնվել է ԱՄՆ-ում։ ԱՄՆ-ում TikTok-ից օգտվում է ավելի քան 170 միլիոն մարդ։ Սոցիալական հարթակն անհասանելի էր դարձել այն բանից հետո, երբ հունվարի 19-ին ուժի մեջ էր մտել այն արգելելու մասին օրենքը ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ։ Գազայի Վրաստանի նախագահ Միխայել Կավելաշվիլին կիրակի ներում է շնորհել ավելի քան 600 բանտարկյալների իր սահմանադրական լիազորությունների շրջանակում։ Նրանց հնարավորություն է տրվում վերադառնալ իրենց ընտանիքներ եւ դառնալ հասարակության լիարժեք անդամ, ասել է Կավելաշվիլին։ Նա սակայն չի նշել, թե որ կատեգորիայի բանտարկյալների վրա է տարածվել ներումը։ Անհնար է նման մասշտաբի ներում շնորհել առանց վերլուծելու երկրում հանցավորության եւ կրկնահանցագործությունների մակարդակը։ Վարչախումբը կրկին կխոսի մարդկայնության մասին եւ կփորձի այս համաներումը քննադատողներին անվանել անհավատ եւ անմարդկային։ Դիմադիր Գախարյան, Վրաստանի համար կուսակցության առաջնորդներից մեկը, Նատյա Մեզվրիշվիլին։ Իրանը կզարգացնի Ռուսաստանի հետ գործակցությունը ռազմական եւ անվտանգության ոլորտներում, որպեսզի թշնամին չկարողանա հեշտությամբ ոչնչացնել մեզ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը։ Եթե այլ պետություններ հարձակվեն մեր երկրների վրա, ապա պայմանագրում գրվածի հիման վրա մենք պարտավորություններ ենք ստանձնում ոչ մի կերպ չմասնակցել ագրեսորներին օգնող գործընթացներին։ Մակրո մակարդակում մենք պայմանագրեր ունենք Ռուսաստանի Դաշնության հետ, բայց մանրամասները կորոշվեն հետագա գործընթացներով եւ պայմանավորվածություններով, ասել է Փեզեշքյանը։ Նա նշել է, որ անհրաժեշտ է ընդհանուր հայեցակարգ հետագայում գործնական պլաններ մշակելու համար։